Բարի երեկո Հայաստան, Ախշամınız xeyir Ադրբեջան և Իակշամlar Թուրքիա։ Ինչպես խոստացել եմ իմ YouTube-ի հետևորդներին, պատմելու եմ այսօր, թե ով է իրականում Ռոբերտ Քոչարյանը և ինչու է հենց հիմա ժամանակը, որ դա պատմեմ, որովհետև դեռ շատ բացահայտումներ կան Ռոբերտ Քոչարյան անձի հանդեպ, որոնք կանեմ ժամանակի ընթացքում, բայց երկրի միակ տղամարդը և ոինը, ով ներկայացել է տարիներ շարունակ երկրի միակ տղամարդ և ոին, իրականում տղամարդ չէ։ Բոլորը շատ լավ գիտեն, որ ես Հայաստանը լքել եմ մոտավորապես 2 տարի առաջ և բոլորը նաև շատ լավ գիտեն, որ ես ժամանակին սերտ շփում եմ ունեցել ուրեմն Ռոբերտ Քոչարյանին և նրա փոխկապակցված մարդկանց հետ։ Ես Քոչարյանի մասին գրեթե ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ նաև, որ Քոչարյանը միշտ վարել է երկակի կյանք։ Երկար եմ լռել և տեսնելով Ռոբերտ Քոչարյանի կատարած այս հանդգնությունները, այս տեսակ ցինիզմ պահվածքը, այլևս չեմ լռելու։ Շատ հետևորդներ ինձ ասում են, ինչ-որ մեկի հետ են համեմատում, շատ էժանագին բլոգերի, երբ ես ինչ-որ բացահայտումներ եմ անում ու հարգելիներս, ինձ այդ տեսակ բլոգերների հետ մի համեմատեք, որովհետև ես չեմ հայոյում մեկ։ Երկրորդը, ես երբևիցե ինձ իրավունք չեմ վերապահել մտնել մարդու անձնական կյանք։ Դուք երբևիցե լսել եք, ես խոսեմ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից։ Ինձ չեն հետաքրքրում նրանք։ Յուրաքանչյուր մարդ ինքն անձամբ պետք է պատասխան տա իր արած քայլերի համար։ Եվ եթե ես որևէ բացահայտում եմ անում, ես պահանջում եմ ինձ չասոցացնել ցածր լեվելի հայհոյանք տվող բլոգերիկների հետ, որոնց դեմ ես ինքս եմ պայքարել ժամանակին։ Իսկ եթե ձեր սիրտը ցավում է, որ ես Ռոբերտ Քոչարյանի իրական դեմքը բացում եմ, ասեմ ավելին, նախընտրական ժամանակաշրջանում ավելի հետաքրքիր ու վտանգավոր բացահայտումներ են լինելու և ես ինքս եմ պահանջելու, որ ձերբակալեն նրան և հանձնեն Բաքվին։ Ես դեռ համբերատար սպասում եմ։ Իսկ հիմա շարունակեմ ինչի մասին է պետք է խոսեմ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Թանկագին իմ հայազգ, մի կարծեք, թե ես քիթս խոթում եմ ուրիշների գործերի մեջ, բայց Քոչարյանի թիկնապահը ժամանակին ինձ պատմել է, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը քնում տղամարդկանց հետ։ Իր առաջին սիրեկաններից մեկը եղել է Տիգրան Նաղդալյանը, որը սպանվեց Ազգային ժողովի գնդակահարություններից հոկտեմբերի 27-ից, բոլորդ կհիշեք, մի քանի տարի անց։ Շատերը Հայաստանում կարծում են, թե Տիգրանն ուներ տեսայերիս ԱԺ դահլիճից դրա համար իրեն սպանեցին, բայց գլխավոր պատճառը եղել է հենց Տիգրանի սիրային հարաբերությունները Քոչարյան Չայացու Ռոբերտի հետ։ Սկզբից Քոչարյանը ինքն էր քնում Տիգրանի հետ, հետո Տիգրանն իրեն մատակարարում էր էսկորտի տղաներին։ Նաղդալյանի սպանությունից 1 տարի առաջ Քոչարյանը սիրավեպ սկսեց Արմեն Գևորգյանի հետ, որին անմնացորդ սիրահարված էր։ Արմեն Գևորգյանը պահանջեց դադարեցնել հանդիպել էսկորտի տղաների հետ ու հրաժարվել Նաղդալյանի հետ շփումից։ Քոչարյանը շատ սիրեկաններ ուներ, բայց բոլորից շատ նա սիրում էր Արմեն Գևորգյանին ու նույնիսկ նրան վստահում էր ամեն ինչում։ Դրա համար հենց Արմեն Գևորգյանին նշանակեց փոխվարչապետ։ Պատկերացնում եք, կարող եք հետ գնալ և նայել փաստերով։ Փաստերը հասանելի են համացանցում, հարգելի հետևորդներ։ Բայց հետո Քոչարյանը սկսեց հարաբերություններ նոր սիրեկանի Վիկտոր Սողոմոնյանի հետ ու դադարեց հանդիպել Արմեն Գևորգյանի հետ։ Եթե Արմեն Գևորգյանը գեյ է, Վիկտոր Սողոմոնյանը բիսեքսուալ է։
Այնպես որ ծիծաղելի է տեսնել Ռոբերտ Քոչարյանին, որն իրեն զիլ պղպեղի տեղ է դնում։ Հավատացնում եմ ձեզ, ես ոչինչ չունեմ բիսեքսուալների դեմ, նույնիսկ շատ եմ սիրում իրենց։ Բայց նրանք գոնե ազնիվ են իրենց բոլոր նկրտումներում և խոստովանում են այն, ինչ անում են։ Քոչարյանը խաբում է ժողովրդին, և դա է ինձ ցավեցնում։ Ինձ, ձեզ, բոլորիդ։ Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը քնում է ստորակետ հոնքերով Բելլայի հետ, իհարկե ոչ։ Ով կհավատա, թե Քոչարյանը քնում է նրա հետ, ոչ ոք։ Այնպես որ ավելի լավ է Ռոբերտ Քոչարյանը թող իր կուսակցության շարքերում գրանցի նաև երգիչ Անդրեին, մգեր Արմենյանին, որպեսզի ավելի ազնիվ լինի իր ընտրողների առջև։ Սիրելի հետևորդներ, հարգելի հայրենակիցներ, Ռոբերտ Քոչարյանի